Անատոլի Բիրյուկովը ծնվել է 1939 թվականի փետրվարի 18-ին Մոսկվայի Չեխով քաղաքում։ Նրա հայրը Նիկոլայ Բիրյուկովը գեներալ լեյտենանտ էր, հայրենական մեծ պատերազմի մասնակից և Խորհրդային Միության հերոս։ Նա իր որդուն դաստիարակում էր խստության մեջ և երազում էր նրան իսկական տղամարդ դարձնել։ Նրա որդին մանկուց հետաքրքրված էր զենքերով, իսկ 8 տարեկանում նա վերցրել էր հոր զենքերի փամփուշտները, որովհետև գիտեր, որ դրանց ներսի վառոդով կարող է պայթուցիկներ պատրաստել, սղոցելով փամփուշտները, որպեսզի դուրս հանի վառոդը։ Ինչ-որ պահի այն պայթեց և վնասեց նրան։ Այդ դեպքից հետո Անատոլի Բիրյուկովի դեմքին մինչև կյանքի վերջ մնացին տգեղ և խորը շրամներ, իսկ ուրիշներին նա պատմում էր, իբրև թե փոքր տարիքում, իբրև թե եռման կաթսայով ջուր է լցրել դեմքին։ Այդ վերքերի և շրամների պատճառով հարևան երեխաները ծաղրում էին Անատոլիին, որի պատճառով նա փակվեց իր մեջ, այլևս դուրս չէր գալիս տնից և չէր շփվում ոչ ոքի հետ։ Սակայն դպրոցական տարիքում այլ կերպ էր։ Նա շատ լավ էր սովորում, սիրված էր ուսուցիչների կողմից և նույնիսկ իր նոր ձեռք բերված շրջապատում շատ հարգալից մարդ էր։ Դպրոցից հետո Բիրյուկովը որոշեց չգնալ հոր հետքերով և ընտրեց փականագործի մասնագիտությունը։ Անատոլիի հայրը հիացած չէր նրա ընտրությամբ, բայց հպարտանում էր, որ որդուն աշխատավայրում գնահատում են պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի համար։ Չնայած արտաքինի պատճառով ունեցած բարդություններին, Բիրյուկով կրտսերը հաջող ամուսնացավ։ Նա և իր ընտրյալը մեկը մյուսի հետևից 2 դուստր ունեցան։ Ճիշտ է, ամուսինների ինտիմ կյանքում խնդիրներ կային։ Համենայն դեպս, հենց սրանով էլ Անատոլին հետագայում կբացատրի մանկահասակ երեխաների հանդեպ իր այլասեռված կիրքը, որը հանկարծակի արթնացել էր իր մեջ։ Մոլագարի զոհ կարող էր դառնալ նույնիսկ նրա դուստրերից մեկը, բայց Բիրյուկովը վախեցավ բացահայտումից և նրան վնաս չպատճառեց։ Փոխարենը նա սկսեց առևանգել և իր կարիքների համար օգտագործել օտար մանուկների։ Առաջին հանցագործությունը Մոլագարը փորձեց կատարել 71 թվականին։ Վերադառնալով աշխատանքից Բիրյուկովն անցնում էր մանկական պոլիկլինիկայի մոտով, որտեղ տեսավ երեխայի մանկասալյակով, ով լաց էր լինում։ Նրա մայրը մի րոպեով հեռացել էր, երբ կինը դուրս եկավ պոլիկլինիկայից, սարսափով տեսավ, թե ինչպես է մի անծանոթ իր երեխայի սայլակը հրելով դուրս գալիս։ Մայրն անմիջապես աղմուկ բարձրացրեց։ Հավաքվեցին ականատեսներ, ովքեր բռնեցին Բիրյուկովին և ոստիկանություն կանչեցին։ Ձերբակալվածը հայտնվելով բաժանմունքում, սկսեց համոզել ոստիկաններին, թե ինքը պարզապես անհաջող կատակ է արել, իբրև սայլակը փախցնելով որոշել է դաս տալ փնթի մորը, ով երեխային միայնակ է թողել փողոցում։ Այս անգամ Խորհրդային Միության հերոսի որդուն հավատացին և ինքնագործունեության համար տուգանելով տուն թողեցին, բայց 72 թվականին Բիրյուկովը փորձեց երեխա առևանգել։ Բարեբախտաբար Մոլագարը նորից չկարողացավ։ Նրան բռնեցին նախքան երեխայի հետ թաքնվելը։ Սկսվեց քննություն։ Ճիշտ է, այն ժամանակ ոչ ոք չմտածեց, որ Բիրյուկովի նպատակը հենց երեխան էր։ Մեղադրյալը կարողացավ համոզել քննիչներին, որ որոշել էր գողանալ և վաճառել սայլակը, իսկ դրա մեջ եղած փոքրիկին պարզապես չի նկատել։ Որոշ տվյալներով գողության համար Բիրյուկովը ստացավ 3 տարի ազատազրկում։ Ըստ այլ աղբյուրների, նրան ինչ-որ կերպ հաջողվեց խուսափել բանտից։ Ինչևէ, պատահածից հետո Անատոլիի ընտանիքը քայքայվեց։ Նրա կինը որոշեց իր կյանքը չկապել հանցագործի հետ և ամուսնալուծության դիմում ներկայացրեց։ Այս իրադարձություններն ազդեցին Բիրյուկովի վրա։ Մի քանի տարի նա զսպում էր իր հիվանդագին ֆանտազիաները, աշխատում էր և սովորական կյանք էր վարում, բայց 77-ի աշնանը նրա ներքին դևը հաղթեց։ Մոսկվայում զբոսնելիս Բիրյուկովը հայտնվեց Մարշալ Բերիոզովի փողոցում, մանկական խոհանոցի մոտ։ Այնտեղ Մոլագարը նկատեց 3 ամսական աղջնակով մանկասայլակ։ Մայրը կողքին չէր։ Կամ նա մտել էր շենք, որտեղ մանկական խոհանոցն էր, կամ հանդիպել էր ընկերուհիներին և մի կողմ էր քաշվել, անխոհեմաբար երեխային թողնելով առանց հսկողության։ Հենց սրանից էլ օգտվեց Բիրյուկովը։ Նա վերցրեց սայլակը, տարավ մոտակա բակը, հանեց երեխային և մտավ շքամուտք։ Բարձրանալով 3-րդ և 4-րդ հարկերի միջև գտնվող աստիճանահարթակը, Մոլագարն աղջնակին դրեց պատուհանագոգին, բացեց բարուրը, երեխան այդ պահին լաց էր լինում, և ներքին հարկերից դռան ձայն լսվեց։ Բիրյուկովը վախեցավ, վերցրեց դանակը, որով աշխատավայրում սրում էր մատիտները, և հարվածեց երեխային։ Աղջիկը լռեց, իսկ Մոլագարը դիմեց փախուստի։
մահացած երեխայի մարմինը գտան պատահականորեն։ Ըստ մի վարկածի, նրան տեսել է տան կառավարիչը։ Շքամուտքների պլանային ստուգայքի ժամանակ, ըստ մեկ այլ վարկածի, մի կին, ով ապրում էր այդ տանը եւ դուրս էր եկել զբոսնելու երեխաների հետ, նույնպես տեսել էր Բիրյուկովին։ Անմիջապես սկսվեց քննություն։ Սկզբում քննիչները ենթադրեցին, որ սպանված աղջիկը անապահով ընտանիքից է եւ նրան սպանել են իր սեփական ծնողները։ Բայց այս վարկածի դեմ խոսում էին մի քանի փաստեր։ Սպանված երեխան շատ լավ վիճակում էր գտնվում, նրա մասին շատ լավ հոգ էին տարել, իսկ նրա բարուրն ու հագուստը նոր էին եւ բարձր որակի։ Այնուամենայնիվ, երբ օպերատիվ աշխատողները գտան սպանված աղջկա, ոչտից խելագարված մորը, նրան միանգամից չհանեցին կասկածյալների ցուցակից։ Մոսկվայում տեղի ունեցած սպանության մասին ԽՍՀՄ-ի նախարար Նիկոլայ Շչոլոկովին, ով անմիջապես հրամայեց գաղտնիացնել գործը եւ թույլ չտալ տեղեկության արտահոսք դեպի մամուլ։ Դե ինչ, սա պատմության միայն մեկ մասն է։ Մեկնաբանություններում գրեք, թե ինչ եք կարծում այս պատմության մասին եւ ձեր կարծիքով ինչպես այն կարող է ավարտվել։ Իսկ երկրորդ մասը կտեսնեք մյուս շաբաթ իմ ալիքում։